Հարկային արտոնության հավաստագրերի տրամադրում տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին։ Պետության այս աջակցությունից օգտվելով կազմակերպությունները վճարում են 10% եկամտահարկ եւ ազատվում շահութահարկից։ Արտոնությունից կարող են օգտվել IT ոլորտի այն նորաստեղծ ընկերությունները, որոնք ունեն մինչև 30 աշխատող։ Audiosoft ընկերությունը արտոնությունից սկսել է օգտվել 2020-ի սեպտեմբերին, երբ ուներ ընդամենը 4 աշխատակից։ Այս տարվա հոկտեմբերից ընկերությունը կունենա ավելի քան 30 աշխատակից։ Խնայելով այդ հարկային մեր պարտավորությունները, որ ուղղեցինք մեր մասնագետների ներգրավմանը, մենք կարողացանք շատ արագ արդյունք ցույց տալ ընդամենը մի տարվա ընթացքում։ Քանի որ աշխատակիցների թիվը գերազանցում է 30-ը, հարկային արտոնությունից այլևս չեն օգտվի։ Արդյունքում օրեցօր նկատում են ընկերության նկատմամբ մեծացել է հետաքրքրությունը։ Մեր համար դա լրիվ նորմալ է, որովհետև մեզ այս մի տարին բավական էր, որպեսզի մեր զարգացման տեմպերը շատ արագ աճեին։ Ընկերությունը որոշեց ու ստեղծեց հարթակ, որից հիմնականում օգտվում է Հյուսիսային Ամերիկայի շուկան։ Այս հարթակում փոդքասթ ու այլ աուդիո կոնտենտ ստեղծողները առանց խնդիրների կարողանում են ստեղծել իրենց արտադրանքը։ Արդեն product-ի հիմնական մասը podcast-ը սարքելու եւ edit անելու կտորները պատրաստ են ու արդեն ունենք օգտագործողների մեծ բանակ, մոտավորապես 160,000 ակտիվ օգտագործող։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության օրենքը ուժի մեջ է մտել 2015 թվականից եւ մինչեւ օրս արտոնությունից օգտվել է IT ոլորտի 1009 նորաստեղծ ընկերություն։ Այդ տենդենսը, որ մենք տեսնում ենք ընկերությունների աճի, ակնհայտ է, որ ընկերությունների ստեղծմանը նպաստում է։ Այսօրվա դրությամբ այդ ընկերությունները ապահովում են մոտ 3000 աշխատատեղ, բայց մենք վստահ ենք, որ այն բարեփոխումները, որ մենք իրականացնենք, նախ հնարավորություն կտա այդ աշխատատեղերի քանակը ավելացնել, երկրորդը ընկերությունների քանակը ավելացնել, արդյունավետությունը բարձրացնել։ Հարկային արտոնությունից տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունները կարող են օգտվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, այսինքն օրենքը ուժի մեջ է ևս 1 տարի 3 ամիս։ Մինչև այդ նախարարությունը ձևավորել է ոլորտի մասնագետներից ու իրավաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը ակտիվ աշխատում է օրենքի բարեփոխման շուրջ։ Պլանավորում ենք շարունակական դարձնել, բայց շարունակական դարձնելու հետ մեկտեղ նաև որոշակի նախապայմաններ փոխել, որը համապատասխանում է ներկայիս իրականությանը ու այն զարգացման տեմպերին ու այն զարգացման ուղղություններին, որ պետությունը նախանշում է այս ոլորտի զարգացման համար։ Իդեպ, աջակցության այս ծրագրից կարողանում են օգտվել նաև այլ երկրների այն քաղաքացիները, որոնք Հայաստանում ՏՏ ոլորտի նոր կազմակերպություն են գրանցում։ Նախարարությունից հայտնում են, մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների աշխարհագրությունը ևս մեծ է։ Նարեկ Ոսկանյան, Դավիթ Մաչկալյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։